Եկեք խոսենք բանկերի եւ բանկային գործունեության մասին։ Աշխարհում գոյություն ունեն տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, ենթադրենք բժիշկներ, շինարարներ կամ իրավաբաններ, որոնք մատուցում են տարբեր տիպի ծառայություններ եւ դրա դիմաց ստանում են վարձատրություն։ Ենթադրենք ամսական աշխատավարձ, որի մի մասը նրանք օգտագործում են իրենց ընթացիկ կարիքները հոգալու համար, իսկ մնացածը պահում են խնայողության տեսքով։ Ենթադրենք խնայողությունները պահում են իրենց տանը պահարանի մեջ։ Եվ ինչու համար են նրանք խնայողություններ պահում, որ այն ակնկալիքով, որ ապագայում նրանք կստանան այդ խնայողությունների դիմաց այլ ապրանքներ կամ ծառայություններ։ Միևնույն ժամանակ գոյություն ունի մարդկանց մի այլ խումբ, գործարարները, ովքեր ունեն նախագծեր կամ ներդրումներ եւ այդ նախագծերի կամ ներդրումների միջոցով նրանք փորձում են իրենց հարստությունը մեծացնել։ Ենթադրենք գործարարներից մեկը ցանկանում է խնձորի այգիներ տնկել եւ բերքահավաքը վաճառելու միջոցով մեծացնի իր հարստությունը։ Եվ դրա համար նրան անհրաժեշտ են աշխատողներ, ովքեր այդ բոլոր ծառերը կտնկեն, կջրեն, կհավաքեն բերքը եւ վերջում կվաճառեն այն։ Եվ դրա դիմաց գործարարը պետք է նրանց վարձատրի ինչ-որ կերպ։ Եվ դժվար թե նրանք համաձայնվեին այդ բերքի մի մասով բավարարվել որպես վարձատրություն եւ գործարարը նրանց կվճարեր ինչ-որ դրամի տեսքով։ Ենթադրենք ոսկյա մետաղադրամներ կամ թղթադրամներ, որոնք ամենահաճախ փողի ամենահաճախ օգտագործող ձևերն են։ Հիմա եկեք մի պահ անդրադառնանք ոսկու եւ թղթադրամի տարբերություններին։ Ոսկին հասարակության մեջ համարվում է առաջին հարստության նշաններից մեկը, այն փայլուն է, գեղեցիկ է եւ բոլորը ճանաչում են այն որպես հարստության խորհրդանիշ։ Այն դժվար է կեղծել, սակայն մյուս կողմից թղթադրամը ավելի հարմարավետ է օգտագործման համար, ամենօրյա օգտագործման համար եւ արդի թղթադրամները, որ մենք օգտագործում ենք, բավականին դժվար է կեղծել։ Ընդհանրապես փողը որպես այդպիսին համարվում է հարստության խորհրդանիշ եւ դա հասարակության պայմանավորվածության ձև է, որ եթե ես ունեմ ենթադրենք այսքան կոպեկ ոսկեդրամներ կամ այսքան թղթադրամներ, դա ես կարող եմ ապագայում փոխանակել որևէ ապրանքի կամ ծառայության դիմաց եւ որքան ոսկեդրամ կամ թղթադրամ կպահանջվի ինձանից այդ ապրանքը կամ ծառայությունը ստանալու համար, կախված է առաջարկից եւ պահանջարկից։ Հիմա պարզ տեսնելով մարդկանց այս երկու խմբերը, խնայողներին եւ գործարարներին, մենք տեսնում ենք մի փոքր խնդիր այստեղ, որ խնայողները կցանկանային իրենց գումարը աշխատացնել որևէ ձևով, այն շատացնել, իսկ գործարարները կցանկանային իրենց նախագծերը կամ ներդրումները կատարել։ Ինչու սա միանգամից տեղի չի ունենում, քանի որ նախ եւ առաջ գործարարները չգիտեն թե խնայողներից ովքեր ունեն եւ ինչքան գումար ունեն։ Քանի որ ամեն խնայող չէ, որ կցանկանա գովազդել իր հարստության մասին, քանի որ նրան օրինակի համար կարող են կողոպտել կամ այլ պատճառներով չի ցանկանում դրա մասին հրապարակել։ Իսկ խնայողները մյուս կողմից տեղյակ չեն թե գործարարների որ նախագիծը կամ ներդրումը լավն է կամ որ գործարարը ինչ տիպի ներդրում ունի եւ այլն։ Եվ այստեղ ես տեսնում եմ բիզնես ստեղծելու հնարավորություն, որը այս երկու օղակները կկարողանա իրար հետ կապել եւ այն անվանում են բանկ։ Ենթադրենք ես ունեմ 10 միլիոն դրամի խնայողություն եւ այն ներդրում եմ իմ բանկի մեջ, իմ բիզնեսի մեջ, որպես իմ սեփական կապիտալ։ Այդ 10 միլիոն դրամը
ես օգտագործում եմ մի շատ ապահով եւ ամուր շենք կառուցելու համար, որը վստահություն է ներշնչում մարդկանց մեջ։ Ահա սա իմ հաշվեկշիռն է, 10 միլիոն դրամ ուրեմն սեփական կապիտալ եւ սա շենքն է, որը ես կառուցում եմ այդ գումարով։ Հիմա ես խնայողներին հայտարարում եմ, որ ահա ես ունեմ այս շենքը, այստեղ դուք կարող եք պահել ձեր գումարը եւ փոխանակ այն տանը պահելուց դուք բացի նրանից որ ստանում եք ապահովություն, ձեր գումարը ապահով է լինում, դուք նաեւ կստանաք տոկոսադրույք, քանի որ ես այն կօգտագործեմ բիզնես նպատակների համար։ Եվ ենթադրենք ես համոզում եմ 3000-ից 4000 մարդկանց ներդնել իմ բանկում ենթադրենք 100 միլիոն դրամ որպես դեպոզիտ։ Դա ինձ համար կհանդիսանա պարտավորություն իրենց նկատմամբ, քանի որ դա խնայողների գումարն է եւ նրանք ցանկացած պահի կարող են գալ բանկ եւ վերցնել այդ գումարը, այսինքն կանխիկացնել այդ գումարը։ Նման պարտավորություն եւ այսպիսով ես ունեմ 10 միլիոն դրամ պարտավորություններ եւ 100 միլիոն դրամ կներեք պարտավորություններ եւ 10 միլիոն դրամ սեփական կապիտալ։ Քանի որ բանկային բիզնեսը իրենից բանկային բիզնեսում շատ կարևոր է վստահության գործոնը, ես մարդկանց, քանի որ խոստացել եմ, որ նրանք ցանկացած պահի կարող են իրենց գումարը կանխիկացնել, ապա ես պետք է ենթադրենք իրենց խնայողությունների 10%-ը պահեմ կանխիկի տեսքով, քանի որ նրանք կարող են ցանկացած պահի գալ եւ պահանջել իրենց գումարը կանխիկ։ Ենթադրելով, որ 3-ից 4000 մարդ կամայական պահի իրենց ամբողջ գումարը չեն պահանջի, ես կպահեմ 10%, այսինքն 10 միլիոն դրամ կանխիկի տեսքով։ Այսպիսով ինձ մոտ մնում է 90 միլիոն դրամ, որ ես կարող եմ օգտագործել բիզնես ներդրումների համար։ Եվ ես որոշում եմ այդ 90 միլիոնը վարկի տեսքով տրամադրել գործարարներին իրենց նախագծերի եւ ներդրումները կատարելու համար։ Իհարկե ես դա չեմ տալիս 1 հոգու, տալիս եմ մի քանի հոգու, որպեսզի դիվերսիֆիկացնեմ իմ ռիսկերը, այսինքն մեկը կարող է գործարան կառուցել, մյուսը կարող է այգիներ տնկել եւ այլն։ Ենթադրենք ես այսպիսով կատարել եմ լավ ներդրումներ եւ լավ վարկեր եմ տրամադրել։ Եվ իմ վարկառուներից իմ ծառայության դիմաց ես պահանջում եմ 10% վճար, այսինքն եւ դա ինձ համար կհանդիսանա տոկոսային եկամուտ։ Եվ եթե 10% եմ ես պահանջում, հետեւաբար 1 տարվա ընթացքում ես կստանամ նրանցից 9 միլիոն դրամ իմ տրամադրած վարկերի դիմաց։ 9 միլիոն դրամ։ Ինչպես արդեն նշեցի, խնայողություններ ներգրավելու դիմաց ես այս առաջի խումբ մարդկանց պետք է վճարեմ տոկոս, որ ինձ համար հանդիսանում է տոկոսային ծախս, եւ ենթադրենք 5% վճար եմ տալիս նրանց, այսինքն 5 միլիոն դրամ, 100 միլիոն դրամի դիմաց։ Արդյունքում ես ստանում եմ տոկոսային զուտ եկամուտ 4 միլիոն դրամ։ Նաև ենթադրենք, որ ես պետք է վճարեմ 1 միլիոն դրամ շենքի պահպանման, անվտանգության ապահովման եւ այլ կողմնակի ծախսերի համար, ինչը կազմում է 1 միլիոն դրամ։ Արդյունքում իմ շահույթը կազմում է 4 միլիոն դրամ, հանած 1 միլիոն դրամ, այսինքն 3 միլիոն դրամ։ Այսինքն պատկերը հետեւյալն է. գործարարները կարողանում են իրենց նախագծերը եւ ներդրումները իրագործել, ես ստանում եմ 3 միլիոն դրամի շահույթ, իսկ խնայողները ստանում են ապահով վայր իրենց փողերը պահելու համար եւ բացի այդ ստանում են հավելյալ 5% իրենց գումարի օգտագործման դիմաց։ Վերջապես այս ամենի արդյունքում ստեղծվում է իրական արժեք, այսինքն
նոր գործարաններ են կառուցվում, այգիներ են տնկվում, ավելի շատ բերք եւ բարիքներ են ստեղծվում եւ բոլորիս հարստությունը աճում է։